Միխայել Սահակաշվիլին սահմանն ապօրինի հատելու համար լրացուցիչ 4 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման։ Դրան գումարվել է նախկին նախագահի 9 տարի ժամկետով ազատազրկումը պետական միջոցների յուրացման համար։ Դատավորը պատիժը սահմանելիս կիրառել է իր հայեցողությունը եւ ասամբ ամփոփել պատժի չափը։ Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովային ձևաչափով շարունակում է քննարկել թմրամիջոցների քաղաքականության խստացումը։ Առավոտյան հարցը քննարկվել է առողջապահության հանձնաժողովի նիստում։ Վրացական երազանքի եւ ժողովրդի ուժի համատեղ նախաձեռնությամբ հնարավորինս խստացվում է քրեական պատասխանատվությունը, նույնիսկ փոքր քանակությամբ թմրամիջոցների իրացման դեպքում։ Թմրամիջոցների դեմ պայքարի նոր բարեփոխման համաձայն լրացուցիչ սահմանափակումներ կկիրառվեն նաեւ դրանք օգտագործողների համար։ Առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա 2002 թվականին ծնված տղամարդ է, ով նախկինում բազմիցս դատապարտվել է եւ ներկայումս գտնվում է փորձաշրջանի մեջ։ Քննչական գործողություններն իրականացրել են Նիսանի Սամգորի գլխավոր բաժնի աշխատակիցները։ Հանցագործությունը նախատեսում է մոտ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Իրավապահները ձերբակալվածի անձնական խուզարկությամբ արգրավել են մետադոն թմրամիջոցը։ Հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով։ Վրացական քաղաքական դաշտում քննարկվում է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունը, թե իր նպատակը երբեք չի եղել միավորել ընդդիմությունը։ Մի շարք քաղաքական գործիչներ Սալոմե Զուրաբիշվիլուն կոչնանում նման հայտարարություններ անելու փոխարեն մասնակցել հանրահավաքի ու կանգնել ժողովրդի կողքին։ Ըստ նախկին նախագահի ուժեղ համակարգումն այն է, ինչը կարող է դիմակայել ամեն ինչի, մինչդեռ կեղծ միասնությունն ամենախոցելին է։ Ընդդիմադիրները նշում են, որ միասնությունը եղել է ոչ թե մեկ կուսակցության, այլ կուսակցությունների ընդհանուր շահերի շուրջ։ Ճիաթուրիայում շարունակվում է հանքափորների բողոքի ցույցը, սակայն բողոքի ցույցի մասնակիցները ձեռնպահ են մնում Ճիաթուրիայի տեղական ինքնակառավարման մարմինների շենքի պիկետավորումից։ Նրանք նշում են, որ ոչ պաշտոնական տեղեկություններ ունեն, որ կառավարությունը մտադիր է բավարարել իրենց պահանջները։ Հանքափորները կրկին պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձերը, հետաքննել Ջորջիան մանգանեզ ընկերության գործունեությունը, որին կհաջորդի նրա դուրսբերումը Ճիաթուրիայից եւ հանքանյութի արդյունահանման գործընթացը պետությանը հանձնելը։ Հիշեցնենք, որ Ջորջիան մանգանեզ ընկերությունը հայտարարություն էր տարածել մարտի 1-ից ստորգետնյա հանքավայրերի շահագործման դադարեցման մասին, որպես պատճառ նշելով շահագործման ոչ եկամտաբերությունը։ Իսկ այդ որոշմանը նախորդել էր նախորդ տարվա նոյեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով աշխատանքի դուրսբերումը, դադարեցումը, երբ աշխատակիցներին խոստացել են փոխանցել աշխատավարձի 60%-ը, սակայն Ջորջիան մանգանեզ ընկերությունն ընդամենը 3 ամսվա աշխատավարձի 60%-ն է փոխանցել։ Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, կքննարկվի նաև Վրաստանի հարցը։ Այս մասին լրագրողների հարցնի պատասխան ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նախարարները կքննարկեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը, որին հեռակակարգով կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ Օրակարգում են նաև Մերձավոր Արևելքում շարունակվող անկարգությունները։ Զրույցի թեման կլինի ներկա իրավիճակը Սիրիայում։ Հայտնի է, որ նախարարները կքննարկեն նաև Եվրամիության եւ ԱՄՆ հարաբերությունները։ Վաղը տեղի կունենա Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, այս մասին ասել է Ամերիկայի նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ կխոսի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։ Նա ցանկանում է հասկանալ, թե արդյոք ինքը կարող է վերջ տալ այդ պատերազմին, որը նրա կարծիքով իրենք ունեն լավ հնարավորություն։ Արդյոք հնարավոր կլինի ձեռք բերել հրադադարի համաձայնագիր։ Աշխարհն այժմ սպասում է Վլադիմիր Պուտինի որոշմանը։ Ըստ Թրամփի, եթե Պուտինը չհամաձայնի հրադադարին, դա վատ կլինի, սակայն նա ասել է, որ բավականին լավ է ճանաչում Ռուսաստանի նախագահին եւ կարծում է, որ կընդունի առաջարկը։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Շերիլ Աթիկսոնին տված հարցազրույցում։ Լրագրողն ԱՄՆ նախագահին հիշեցրել է նախագահական քարոզարշավի ժամանակ իրարած հայտարարությունը, թե 24 ժամվա ընթացքում կավարտի Ուկրաինայում պատերազմը։ Թրամփն ասել է, որ իր հայտարարությունը մի քիչ սարկազմ էր։ Մարկո Ռուբիոն հեռանկարային է համարել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքովի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ CBS News-ին տված հարցազրույցում լրագրողը պետքարտուղարին հիշեցրել է իր հայտարարությունը, որ Վիթքովի եւ Պուտինի հանդիպումը կպատասխանի այն հիմնարար հարցին, թե արդյոք նրանք գնում են հրադադարի ու արդյոք դա ձգձգման մարտահրավերություն չէ, ինչին Ռուբիոն պատասխանել է, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել բանակցությունները։ Նա նաև ասել է, որ առաջին պլանը զինադադարն է, իսկ երկրորդը ներառում է բոլոր կողմերի սեղանի շուրջ հավաք, վերջապես վերջ տալու այդ պատերազմին։
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։ Թուրքիայի նախագահի վարչակազմի տվյալներով զրույցի ընթացքում Էրդողանն աջակցել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին բեշտելու Թրամփի վճռական ու անմիջական նախաձեռնություններին։ Նա նաեւ նշել է, որ Անկարան պատերազմի սկզբից ձգտում է արդար եւ տևական խաղաղության ու կշարունակի դա անել նաեւ ապագայում։ Զրույցը վերաբերել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին, ինչի համար Էրդողանը պահանջել է չեղարկել երկրի նկատմամբ պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ Էրդողանի եւ Թրամփի նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբեր ամսին, որի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է համոզել Եվրամիության երկրներին դադարեցնել ամերիկյան պաշտպանական տեխնիկա գնելը եւ փոխարենը կենտրոնանալ եվրոպական արտադրողների վրա։ Մակրոնը նշել է, որ իր նպատակն է համոզել եվրոպական երկրներին, որոնք սովոր են ամերիկյան ապրանք գնել։ Նրա կարծիքով սա արտադրության տեմպերն ավելացնելու միջոց է։ Ինչպես հաղորդում է Պոլիտիկոն, ՆԱՏՕ-ի հիմնական եվրոպական երկրներն ավելի շատ են կախված ամերիկյան զենքից, քան երբևէ։ Հենց դրան է վերաբերել Մակրոնի մեկնաբանությունը։ Խոսելով Ուկրաինայի մասին, Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանն իրավունք չի ունենա որոշել Ուկրաինայի մոտակա զենքեր կտեղակայվեն, թե ոչ զինադադար ապահովելու համար։ Ըստ Մակրոնի, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ, որոնք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են առաջարկում հրադադարից հետո, կարող են մի քանի հազար զինվոր ուղարկել առանցքային կետեր։ Լենոն հանուն Վրաստանին խոսում է հանրային դպրոցներում պետական անվտանգության ծառայության վերահսկողության հզորացման մասին։ Այս մասին Բաթումի գրասենյակում հայտարարություն է արել կուսակցության ներկայացուցիչը։ Նրա խոսքով կրթության նախարարի մարտի 12-ի հրամանով հանրային դպրոցներին է վերադառնում այսպես կոչված ODR ինստիտուտը։ Գործը վերաբերում է ռեսուրս կենտրոնի իրավասության բարձրացմանը, որի հիման վրա կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարներին իրավունք է տրվում իրենց ենթակա դպրոցներում նշանակել ներկայացուցիչ սպայի, որը կապահովի անձնական տվյալների պաշտպանությունը դպրոցներում։ Ռեգբիի ազգային հավաքականի անդամները, մարզիչները, անձնակազմը ռեգբիի միության ղեկավարները պարգևատրվել են պատվոշքանշաններով ու պատվո-մեդալներով։ Նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին վարչապետի եւ խորհրդանի նախագահի համատեղ նախաձեռնությամբ պետական մրցանակներ է հանձնել Վրաստանի մարզիկներին բացառիկ մարզական նվաճումների համար։ Մասնավորապես 2022 թվականին Իտալիայի եւ Ուելսի ռեգբիի հավաքականների դեմ խաղերում պատմական հաղթանակներում ունեցած ավանդի համար։